Ապրիլի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ սրբազան պայքարի գործով հերթական նիստը։ Դատարանը որոշեց 2 ամսով երկարաձգել Բագրատ սրբազանի խափանման միջոցը։ Շուրջ 9 ամիս անազատության մեջ գտնվող սրբազանի պաշտպանների համար որոշումը միանգամայն սպասելի էր։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին։ Գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ սրբազանի կամ մյուս մեղադրյալների արարքների հակաօրինական լինելը կամ կմատնանշի որևէ գործողություն, որի արդյունքում կարող էր տուժել որևէ անձ, ասում է պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նիստի ընթացքում Բագրատ սրբազանի աջակիցները դահլիճից վանկարկումներով հայտնեցին իրենց անհամաձայնությունը դատարանի որոշմանը։ Իր ելույթում Սրբազանը նշեց, որ խորհրդանշական այս օրը հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսության ներքո պետք է համախմբվել հանուն արդարության և հայրենիքի բարօրության։ Ես այս խափանման միջոց կոչված երևույթի հետ բացարձակ ասելիք չունեմ։ Իմ ասելիքը շատ հստակ է։ Ինչպես տարել եք այնտեղ, այնպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք։ Այդքան բան։ Եվ վերջում, այսօր 10 տարի առաջ հայ եկեղեցին մեր ցեղասպանության նահատակներին զոհերին հռչակեց սուրբեր, սրբադասեց, ուղիղ 10 տարի առաջ։ Ես այդ գործընթացի պստիկ մասնակիցն եմ եղել։ Եվ հիմա մենք նույն ճանապարհով, նույն ցեղասպանության ճամփան վերակրկնելով այս օրերին ապրում ենք։ Նախ ուզում եմ ժողովուրդ ջան, ձեզ բոլորիդ ասել, որ գնացեք ջահերով երթին մասնակցեք, վստահ եմ, որ գնալու եք։ Երկրորդը, ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին, առիթը օգտագործելով։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին մեր սուրբերի, ցեղասպանության նահատակ սուրբերի հայացքի ներքո իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք։ Ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Ունեք մի թիրախ, մի քարի, ինչպես այսօր հռչակել եք, մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի գնացեք։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին, պաշտպանական կողմը հանդես կգա բացման խոսքով։